Այսօր իմ հյուրն է համահայկական բնապահպանական ճակատի անդամ բնապահպան Աննա Աղլամազյանը։ Շնորհակալություն մեր հաղորդմանը Աննա մասնակցելու համար։ Ինչպես նշեցինք, եւ Ալեքսը եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն ասում է, որ տեղի ունեցած փլուզումը շրջակա միջավայրին չի վնասի։ Ինչ կասեք այս մասին։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես կարծում եմ, որ խնդիրը շատ ավելի խորքային է։ Նախ սկսենք նրանից, որ այսպիսի շատ ահազանգեր հիմնականում գալիս են բնապահպաններից, ում գրում են տեղացիները, գյուղացիները, տարբեր բնակիչներ, եւ մինչեւ այսպիսի ահազանգով մամլո հաղորդագրություն չտարածվի, մինչեւ մենք կոչ չանենք լրագրողներին զբաղվել խնդրով կամ ինքներս չժամանենք դեպքի վայր, որևէ այսպիսի պաշտոնական տեղեկատվություն, որ եղել է փլուզումներ, վթարներ, մենք չենք ստանում, մեծամասամբ այդպես է։ Եվ դրա վառ օրինակը դեռ 3 գետի վտակի հետ կապված նորությունն էր, որ Պոչամբարի ջուրը լցվում է գետ եւ փաստորեն եթե մեր բնապահպանները այս պահին այնտեղ չլինեին, մենք այս մասին չէինք իմանա։ Եվ երկրորդ լավ կլիներ, որ բնապահպանության նախարարությունից մենք տեսնեինք, որ ահազանգի դեպքում միանգամից անհապաղ որևէ մեկը աշխատակից ժամանում է դեպքի վայր, պարզում է ինչն է խնդիրը եւ կա արդյոք իրոք վնաս բնապահպանական թե ոչ եւ ոչ թե լսենք հենց տվյալ ընկերության եթե չարձագանքեր Ալեքս ընկերությունը չհամաձայնվեր խոսել, մենք անպայման նրանց կմեղադրեինք, որ փորձում են թաքցնել։ Բոլոր դեպքերում ասում եք լավ կլիներ ընկերությունը չխոսեր, այլ նախարարությունը։ Չէ, իրենք խոսեն, բայց եթե խոսում ենք վնասի մասին, այո, իրենք կարող են պաշտոնական իրենց դիրքորոշումը ներկայացնել, բայց ես չեմ կարծում, որ ընկերությունը ինքը իրեն վնասող որոշակի տեղեկատվություն կտարածի։ Այստեղ խնդիր կա լսելու ոչ թե իրենց, այլ նաև վերահսկող որևէ մարմնի, այս դեպքում դա պետք է լիներ բնապահպանության նախարարությունը կամ որևէ պետական պատկան մարմին։ Մեծամասամբ մենք այսպիսի պատկան մարմինների կողմից հակադարձում կամ այլ կարծիք չենք լսում։ Վերջին անգամ երբ եք եղել Թեղուտում, կարծեմ օրերս եք եղել եւ ինչ եք արձանագրել։ Մի 2 շաբաթ առաջ երևի փոքր խմբով 15 հոգուց ավել թույլ չտվեցին, որպեսզի մենք մտնենք հանքի տարածք, մենք 15 հոգով գնացինք։ Իրականում սարսափելի էր այն, ինչ տեսանք, ուղղակի մեր լեռները Այն լեռները, որոնց մասին գրում են Թումանյանը, Մաթևոսյանը, որ ստեղծում են մշակույթ, գրականություն, այդ բնությունը, իրականում հիմա ավերի մեջ է։ Եվ շատ հետաքրքիր է, որ նույն Վահրամ Ավագյանը շատ շպիտը դեմքին մեզ ցույց է տալիս մի հրաշալի ձոր, որ ծառապատ է, ծաղիկներ են եւ այլն, եւ ասում է, որ այ այստեղ լինելու է Պոչամբարը, եւ դու նայում ես, ծայրը չի երևում, մեծ հրաշալի ձոր է, կիրճ է, եւ այնպիսի տոնով են ասում, որ այստեղ լինելու է Պոչամբարը, որ մտածում ես ինչու այսքան գերի դարձանք նյութին, փողին, որ հիմա մենք պիտի կանգնենք եւ նայենք եւ մեզ պիտի ասեն, որ այսա ձեր հայրենի բնությունն է, մենք հանուն փողի եւ մի քանի հոգու գրպանը հոսող փողի մենք այստեղ դարձնելու ենք մեռյալ գոտի Պոչամբար։ Այնինչ տեսանք սարսափելի էր, այդ ամենի շղարշը, քողը միջազգային չափանիշներն են, որոնք նրանք անընդհատ եւ անընդմեջ շեշտում են, միջազգային չափանիշներով քանդում ենք բնությունը փաստորեն եւ իրականում միջազգային չափանիշները այնտեղ պահպանվում են, պարզա բնականաբար խոսքը քանդելու մասին չէ, չափանիշների շրջակա միջավայր բնակչության խնդիրների հետ կապված։ Գիտեք, ուրեմն պետք է պարզել, թե ովքեր են գրում միջազգային չափանիշները, մենք գիտենք, որ եւ մենք բազմիցս խոսում ենք այդ մասին, որ Հայաստանում միայն ներքին օլիգարխիայի խնդիրը չէ, որ այստեղ կա էկոգաղութացում իրականում եւ կա նաեւ դրսի օլիգարխիան, որը իր թաթը դրել է երկրի վրա եւ մենք գիտենք որ կա եւ Օրհուսի կոնվենցիա եւ այդքան խոսվեց որ կան այսքան օրենքներ որ եւ ներ պետական եւ միջազգային օրենսդրական ակտեր որոնք խախտվում են անընդմեջ այդ մասին բարձրացանվեց բայց երբ որ գալիս է ռեալ հանքը փակելու կամ չփակելու հարցին ստացվում է որ մեր ձեռքերը կտրված են եւ սա ընդամենը ինչ որ իրոք շղարշի նման մի բան է որը գցում են ուղակի բնապահպանական նորմերի մասին խոսելով, բայց մի բան ուզում եմ ասեք, իսկ չեք կարծում, որ կներեք թեղուցիները պասիվ են։
Տեսեք, այս դեպքն էլ եւ մնացած բոլոր դեպքերն էլ հուշում են, որ իրականում կա վախի լրջագույն մթնոլորտ։ Լավ, ինչի՞ց են վախենում։ Վախենում են, որ իրենց կյանքը գնալով ավելի է վատանալու։ Գիտեք, խոսեցինք նաեւ գյուղացիների հետ, երբ խոսում ես, ասում են մենք չգիտենք, ուշացածր են այս թեմաներով խոսում, հետաքրքիր է, Սյունիքում էլ էր նույնը, Լիսկայի անունը կամած են տալիս կամ այս վախը զգացվում է։ Ասում են մենք չգիտենք ինչ պիտի լինի, որ սա դադարեցվի, որ սա կանգնեցվի։ Ասում են ջուր չունենք արդեն, փոշուց խեղդվում ենք արդեն։ Տեսեք, Թեղուտում դեռ իրանք ամբողջական մասշտաբով չեն զգում այս ամեն ինչը։ Ինչպես Հակոբ Սանասարյանն է օրինակը բերում, ասում է այնինչ այսօր գործեն ենք Թեղուտում, այնինչ մենք տեսանք սարսափելի իրականում եւ ծավալներով եւ ընդհանրապես, բայց նման է մարդու մարմնի ճկույտի կորուստին, այ ոնց որ դու քո ճկույտը կորցնես, մենք դեռ այդքանն ենք կորցրել, պատկերացրեք մասշտաբները եւ չափերը, որ պիտի կորցնենք։ Եվ երբ որ ասում ես գյուղացուն, լավ, նույնիսկ այստեղ չի աշխատում, հա, ինչ անում եմ երեխայիս համար եմ անում սկզբունքը, որովհետեւ փաստացի քո կյանքը վտանգված է, քո երեխան դու տեսնում ես Ալավերդում, Սյունիքում ծնվում են անոմալ երեխաներ կտրված թևերով, չգիտեմ, արդեն լրջագույն եւ իրոք կենաց հողը կորցնելու եւ այստեղ արդեն քո կյանքը կորցնելու խնդիրը կա։ Պետք է ինքնակազմակերպվել։ Անպայման պետք է զող կուլ չգնալ այս վախին եւ ինչ որ կերպ ինքնակազմակերպվել, մեզ հետ միասին գտնել ելքեր այս վիճակից։ Պարզ է, շնորհակալություն Աննա մեր հաղորդմանը մասնակցելու համար, իսկ մենք շարունակում ենք թողարկում